Սիրելի տավուշցիներ, ինչպես գիտեք, ապրիլի 2-ին տեղի կունենան ազգային ժողովի ընտրություններ։ Եվ ես ԵՂ դաշինքի կողմից առաջադրվել եմ Տավուշի մարզում որպես ազգային ժողովի падգամավորի թեկնածու։ Առաջադրվել եմ, որովհետև Հանրապետական կուսակցությունը եւ նրանց հետ կոալիցիա կազմած Հայ հեղափոխական դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայկական վերածնունդ կուսակցությունը մեր երկիրը հասցրել են ծայրահեղ ծանր վիճակի։ Հարկ եմ համարում ձեզ տեղեկացնել, որ նոր սահմանադրությամբ սա լինելու է միակ համապետական ընտրությունները, որով մենք կարող ենք իշխանություններին փոխել, այսինքն Սերժ Սարգսյանին եւ նրա գլխավորած Հանրապետական կուսակցությանը։ Եթե ոչ, ապա մեզ եւս 5 տարի թալանելու են, գնալով մեր վիճակը ավելի է ծանրանալու, արտագաղթը ավելի է մեծանալու, մեր անվտանգությունը ավելի է թուլանալու։ Եվ այսպես Սերժ Սարգսյանը նոր ընտրական օրենսգրքով փորձում է մեզ բոլորիս մոլորության մեջ գցել։ Ինչպես։ Եթե նախկինում հնարավոր էր ընտրել կուսակցություն եւ առանձին ընտրել թեկնածու, հիմա թեկնածուին ընտրելով ընտրում ենք նաեւ այդ թեկնածուի ներկայացրած կուսակցությունը։ Հանրապետական կուսակցությունից Տավուշում առաջադրվել են 7 թեկնածուներ, որոնց ընտրելով դուք ընտրում եք Հանրապետական կուսակցությանը, այսինքն Սերժ Սարգսյանին։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ ընտրելով Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուներին, Ծառուկյան դաշինքի թեկնածուներին, Հայկական վերածնունդ կուսակցության թեկնածուներին, դուք ընտրում եք կրկին Սերժ Սարգսյանին, քանի որ այս կուսակցությունները գրեթե միշտ կոալիցիա են կազմել Սերժ Սարգսյանի եւ նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետ, եւ այդպիսով վերարտադրել նրանց։ Միգուցե այդ թեկնածուների մեջ կան մեր կողմից սիրված, հարգված մարդիկ, կան հարազատներ, բարեկամներ, ընկերներ, բայց պետք է հասկանանք, որ մենք ընտրում ենք ոչ թե մեր մտերիմ բարեկամներին, այդպիսով ընտրելով Հանրապետական կուսակցությանը, այսինքն Սերժ Սարգսյանին, այլ ընտրում ենք մեր վաղվա օրը, մեր երկրի անվտանգությունը, մեր երեխաների ապագան, մեր երկրի ճակատագիրը։ Սերժ Սարգսյանը հասկանալով, որ ինքը եւ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընտրվելու հնարավորություն չունի, փորձում է ձեր ձայնը ստանալ ձեր բարեկամների, ընկերների, հարևանների, հարազատների միջոցով, որոնց մեծ մասը հնարավորություն չունեն ընտրվել, բայց նրանց ստացած քվեները կգնան Հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին։ Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել նրանց կողմից տարածված այն մտքին, որ նրանք արդեն ընտրված են եւ որևէ բան չի փոխվի։ Դա այդպես չէ, որևէ մեկը չի կարող ընտրվել, քանի դեռ դուք չեք ընտրել։ Եվ այսպես այս վիճակից ընտրեք ելքը։ Մինչ նոր հանդիպում։